Բաքվի բանտում պահվող Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա շնչառական խնդիրներ, սրտի հատվածում ցավեր է ունեցել։ Թերապևտիկ եւ վերակենդանացման գործողությունները որևէ արդյունք չեն տվել եւ Խաչատրյանը տեղափոխվել է պետական հիվանդանոց, հայտարարել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը։ Այլ տեղեկություններ այս պահին հայտնի չեն մեր հայրենակցի վիճակի մասին։ Մի քանի օր առաջ Խաչատրյանը հեռախոսով խոսել էր ընտանիքի անդամների հետ։ Արցախի 69-ամյա բնակչին Ադրբեջանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել շինծու մեղադրանքով։ Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական ցորենով բեռնված գնացք է գալիս, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։ 8 վագոն հացահատիկով բեռնված գնացքը Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից ուղևորվում է դեպի Երևան։ Նման բեռնափոխադրումներ չեն եղել 1990-ական թվականներից ի վեր, հիշեցրել է աղբյուրը։ Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկել ավելի քան 2000 տոննա հացահատիկ։ Մեր ձևով շարժումը վարչապետի իր թեկնածուի անունը կհրապարակի 2026-ի առաջին ամիսներին, երբ տեղի կունենա նորաստեղծ կուսակցության առաջին համագումարը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասել է, որ միանշանակ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, իսկ թեկնածուն կլինի ընդունելի եւ ընկալելի հասարակության կողմից։ Կարապետյանը նաեւ անդրադարձել է վերջին օրերի ամենաթեժ թեմաներից մեկին՝ Ադրբեջանից սպառելիք բերելուն։ Նրա հաշվարկով 1.5 միլիոն դոլարի բենզին ներկրելով Հայաստանը մոտ 80,000 դոլարով ֆինանսավորել է Ադրբեջանի բանակին։ Երբ մենք գնում ենք բենզին, իրենք սոկառը հարկ է տալիս։ Հարկը գնում է բյուջե, գնում է իրենց մոտ նավթային ֆոնդ, նավթային ֆոնդը տալիս է բյուջեն էլ տալիս է բանակին։ Բանակը առնում է տեխնիկա, օգտագործում է հայ զինվորների դեմ, մեր ազգանունով, իմ եւ ձեր։ Արդյոք այդ կարգի վտանգ չկա իրանց, որ մենք ֆինանսավորում ենք իրենց բանակը։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով շարժմանը կես տարում 15,000 կամավոր է միացել, հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տարեկան հաշվետու ժողովի ժամանակ։ Հայաստանը պետք է ունենա նոր ղեկավար, ասել է Կարապետյանը։ Ահա թե ինչու։ Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է։ Հայ ժողովուրդը տարածաշրջանի ամենագործունյա ազգն է։ Տարածաշրջանի ամենալավ ձեռներեցները, ամենագործունյա մարդիկ մեր ազգի ներկայացուցիչներն են։ Եվ չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20% աղքատություն։ Չի կարող մեր երկրում ամեն 5-րդը լինել աղքատ։ Հարևան Վրաստանը եւ մենք 2018 թվականին ունեինք նույն աղքատության մակարդակ։ Վրաստանում հարևան ամեն 5-րդ մարդը աղքատ էր։ 7 տարի առաջ։ Հիմա Վրաստանը 7 տարվա ընթացքում վրացական կառավարությունը 2 անգամ քչացրել է աղքատների քանակը։ Աղքատությունը 2 անգամ նվազել է այդ երկրում։ Պետք է ուժեղ ղեկավար, ուժեղ, բայց մեր այսօրվա ընկերների պատկերացրած ուժեղը չէ։ Ուժեղը գոռացողը չի։ Ուժեղը աղմկողը չի։ Մարդկանց վրա վիրավորողը չի ուժեղը։ Ուժեղը այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ մեկ չի համարձակվում ոտ դնել քո երկիր։ Մեր ղեկավարը երկրի դրսում խելոք է, ինչ ասում են իր հիմնական կրեդոն, ասեք անենքն է դրսից։ Ով դրսից ինչ ասում է, ասեք անենք, անում է գալիս։ Մի քիչ պարզեցնում եմ, բայց մեծ առումով դա է։ Իսկ ներսում ուժեղ ձևացնում է թե ուժեղ է եւ բանտարկում է իր դիմախոսներին։ Իսկական ղեկավարը դա նա է, ով դրսում ուժեղ է, դրսում քեզ պաշտպանում է, ինչ ասում են, հակառակն է ասում եւ բերում է դրան, որ համաձայնվեն իրար հետ առանց կոնֆլիկտի։ Իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ։ Այդպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում գիտեք ինչ։ Կարևոր բան եմ ուզում բոլորիս ասել։ Մեր երկրի բոլոր ղեկավարները, որոնց նախորդ են կոչում, նախկին են կոչում, եւ այս ղեկավարը մի ընդհանուր խնդիր ունեն։ Հասարակությունում կա մաս, որ չի ընդունում
մի նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ ընդունում է մյուսին։ Կամ մաս, որ չի ընդունում այսօրվա ղեկավարին, ընդունում է նախագահներից մեկին։ Մեր հասարակությունը բաժանված է։ Ամեն հասարակության հատված ունի իր համար հետաքրքիր, իմ համար համակրելի քաղաքական գործիչ, բայց բոլորով իրար հետ ոչ մեկի հետ համաձայն չեն, որովհետև ոչ մեկի մեջ չեն տեսնում իրենց համախմբող ուժը։ Որպեսզի մեր երկիրը համախմբվի, որպեսզի մեր ազգը համախմբվի, մեզ պետք է Հայաստան ունենա նոր ղեկավար։ Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ։ Իրենք արել են աշխատանք, մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում, բայց ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Իրավունք չունենք Մեր ձևով շարժման հավաքի ժամանակ հրապարակվել է նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը։ Նա հայտարարել է, որ մարդիկ հույս են կապում շարժման հետ, որ իրենց ընտանիքները կապրեն բարեկեցիկ, առողջ, անվտանգ երկրում ու ազգային արժանապատվությամբ։ Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն։ Վերջերս հայտարարել էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա։ Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա։ Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Հետևաբար մենք հենց այդպես ենք անելու։ Ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով մեր օգտին։ Հարգելի գործընկերներ, հարգելի Առավոտից սրված իրավիճակը չի հանդարտվում Երևանի ավականու տարեվերջյան նիստում, եթե մինչ այս ընդդիմադիր ու իշխանական ավականիները միայն տեղից իրար վիրավորում էին, հիմա անցել են թեթև քաշքշոցի, քաղաքապետը գործընկերներին կոչ է արել սեղանին դրված շշերը հանգիստ թողնել։ Պարոն Քոչարյան, պարոն Քոչարյան, պարոն Սահակյան, պարոն Քոչարյան, պարոն Սահակյան, շշերը հանգիստ թողեք, վսո, նստեք, շատ եք լոջվում, Առավոտյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր նիստին հետևող քաղաքացիներին շոկի ենթարկել իր խոսելաձևով։ Շատ եք լոջվում արտահայտությամբ Ավինյանը փորձել էր սաստել ընդդիմադիր բավականիներին, սակայն նրա խոսելու ձևը ավելի էր սրել իրավիճակը։ Երբ որ ես ասում եմ շատ եք լոջվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոջվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայքը հեսա կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները, դուք մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Շիրակի ԿՊԱ-ական մարզպետը ընտրություններից առաջ հրաժեշտ կտա պաշտոնին, բայց կլինի քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում падգամավորի տեխնացու, այս մասին լրագրողներին ասել է հենց ինքը մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Չնայած դեռ իր պաշտոնանկության որոշումը չկա, բայց հաստատել է, որ այդ մասին քննարկումներ եղել են։ Այդ քննարկումներն շատ հետաքրքիր գուցե եւ մարդիկ։ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը Ուկրաինային կոչ է արել անմիջապես ուղղել սխալը եւ վերանայել չինական ռազմական կառույցների նկատմամբ Զելենսկու առաջարկած պատժամիջոցների ծրագիրը։ Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հեռահար անօդաչու թռչող նոր սարքերում հայտնաբերվել են չինական արտադրության մասեր։ Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նաեւ դատապարտել է Պենտագոնի զեկույցը, ըստ որի Չինաստանը չի ցանկանում մասնակցել սպառազինությունների վերահսկման բանակցություններին։ Որպես գերտերություն Միացյալ Նահանգները պետք է
շտաբ կատարի միջուկային զինաթափման իր հատուկ եւ հիմնական պատասխանատվությունը եւ պայմաններ ստեղծի զինաթափման գործընթացին միջուկային զենք ունեցող այլ պետությունների միանալու համար, շեշտել է նա. 职责范围内提供领事保护协助。 Проявив политическую волю, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Յապկովը հաստատել է ԱՄՆ-ի հետ զգայուն հարցերի շուրջ քննարկումների հերթական փուլի անցկացման մասին։ Նրա խոսքով ԱՄՆ-ի հետ նախորդ խորհրդակցությունների արդյունքները բավարար չեն եղել։ Շփումն անցել է աշխատանքային մթնոլորտում, եւ մենք հնարավորություն ունեցանք պրոֆեսիոնալ մակարդակով քննարկելու ամբողջ օրակարգը, սակայն գլխավոր հարցերը նախկինի պես լուծված չեն, ասել է Յապկովը։ Նրա կարծիքով լրացուցիչ ջանքեր կպահանջվեն եւ որ հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ 2026 թվականի գարնանը։ стратегии национальной безопасности США,